Շնորհակալություն հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երեկվա ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցը իսկապես պատմական էր եւ այն պատմական էր ոչ թե կամ ոչ միայն վերջինիս պաշտոնի արարողակարգային դիրքով պայմանավորված, այլ այցի հիմնավորապես այցի բովանդակությամբ եւ օրակարգով Եվ այս այցը կարելի ասել, որ հերթական ապացույցն է առ այն, որ օգոստոսի 8-ի գագաթնաժողովին ստորագրված պայմանագրերը վստահաբար կյանքի կկոչվեն, որովհետև հենց կարելի ասել կյանքի կոչման բոլոր փուլերով անցնում են եւ վստահաբար կանցնեն, չնայած ընդդիմության եւ ընդդիմադիր դաշտում գործող տարբեր միավորների հոռետեսական մեկնաբանություններին կամ եթե կուզեք ներողություն եմ բառի համար խնդրում չուզողությանը եւ ես կարծում եմ որ այս ամբողջ պատմության մեջ իհարկե իմ գործընկերները խոսեցին դրա մասին ընդդիմության սնանկությունը հետևողականորեն ջրերես է դուրս գալիս այս գործընթացների մեկնաբանությունների տեսքով ես իհարկե Տիկին Մինասյանը տարբեր դրվագներ ցիտեց քիչ առաջ, բայց մենակ ինձ համար էլ երևի զարմանալի չի, որ այս պահին ընդդիմադիր դաշտում ամենաակտիվ գործունեություն ծավալող քաղաքական ուժի դեմքը կամ առաջին համարը այս պահին լուրջ դեմքի արտահայտությամբ խոսում է այն մասին, թե ինչպես է կառավարությունը խաբել մեր ժողովրդին նպատակային ուղիղ եթերում մի հատված սուտ թարգմանելով եւ մոլորեցնելով այդպիսով մեր քաղաքացիներին, սա իսկապես զավեշտ է, սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ դուք եւս այս սնանկությունը տեսնում եք ամեն օր, ես վստահ եմ, որ դուք հոգնել եք այդ սնանկությունից եւ հետևելուց այդ абսուրդների թատրոնին եւ ես միանում եմ իմ գործընկերոջ կոչին, որով հորդորում եմ ձեզ դիմանալ եւս մի քանի ամիս եւ միահամուռ կերպով հունիսի 7-ին պատմության գիրքը ուղարկել այս արժեհամակարգը քաղաքականության մեջ այս մոտեցումը եւ վերջնականորեն փակել այս էջը, այս ամոթալի էջը մեր քաղաքականության մեջ։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան